Ես ու Լիլիթը ֆրանսերեն չենք խոսում, Գրիգորին հայերեն մի քանի բառ է ասում միայն, բայց իրար հասկանալու լեզուն գտնել օգնում է մեր պապերի երգը։ Ցեղասպանությունից Մազապուրց Մարաշից Մարսել հասած Սարգիսի թոռը երկրորդ անգամ է Հայաստանում։ Mon grand-père Sarkis. Պապս Մարսել է հասել 1920-ականներին, ես մեծացել եմ այդ ցավոտ պատմություններով, Օսմանյան կայսրության կողմից վտարված նախնիների ճակատագրով, ու հենց դա է ձևավորել իմ վճռականությունն ու համարձակությունը։ Հիմա համարձակության պակաս չունի ֆրանսիահայ երգիչը, լեգենդար Ազնավուրին է ժամանակին հանդիպել, աշխատել են միասին։ Ես հանդիպեցի Շարլ Ազնավուրին 2006-ին նրա որդու Միշայի միջոցով։ Նա սկզբում չգիտեր, որ ես հայ եմ, բայց երբ լսեց իմ ձայնը, մենք սկսեցինք աշխատել պատանեկություն կոչվող երգի վրա։ Այս աշնանը մենք կթողարկենք նոր երգ, որը ես գրել եմ նրա հետ, դա անսահման պատիվ է։ Չնայած համաշխարհային հռչակին Ազնավուրը համեստ մարդ էր, ասում է Բաքյանը, նույնիսկ 80 տարեկանում Ազնավուրը սովորելու ձգտում ուներ։ Նա ինձ շատ բան է փոխանցել, ճշգրտություն, կատարելության ձգտում, համառություն, նրա ճանապարհը հեշտ չի եղել, ու նա ինքն իրեն կերտել է բացառապես աշխատասիրության շնորհիվ։ Գրիգորին չի թաքցնում դրանից շատ ոգեշնչված է եւ այժմ պատրաստում է Բաքյան Սինգս Ազնավուր շրջագայությունը 2026-ին։ Առաջիկայում Բաքյանը երգում է Ազնավուր շոուի երկարատև փորձերն են։ Պատրաստվում եմ համերգի Փարիզի Օլիմպիայում, այն աշխարհի ամենահայտնի բեմերից մեկն է։ Շրջագայության ծրագրում Ազնավուրի երգերն են, հարգանքի տուրք է մեծ շանսոնիեի հիշատակին, ասում է երգիչը։ Բաքյանը երգում է Ազնավուր շրջագայությունը կրկնօրինակում չէ, այն պարզապես հարգանքի տուրք է Ազնավուրին։ Երգելու եմ նրա ամենասիրած երգերը, ինչպես նաև պատանեկությունը։ Ազնավուր երգելը Բաքյանի մոտ լավ է ստացվում։ Mi pah բոլորը շունչները պահում են այս դահլիճում։ On lui remonte ses oreillers, elle va mourir là, maman. Sainte Marie pleine de grâce, dont la statue est sur la place, bien sûr vous lui tendez les bras, en lui chantant Ave Maria. Ալբերտ Սերոբյան, Լիլիթ Գասպարյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։